Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ կարճ անդրադառնալ սեպտեմբեր ամսին տեղի ունեցած մի քանի իրադարձություններին եւ հետո սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Գիտեք, որ մի քանի տասնամյակ սեպտեմբեր ամիսը մեզ համար եղել է հաղթանակների, հաջողության, անկախության կերտման ժամանակահատված։ Սեպտեմբեր 2-ը եղել է Արցախի անկախության հռչակման օրը, սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է, սակայն վերջին 5 տարիների ընթացքում մեր հայկական իրականության մեջ այս հաջողության, հաղթանակների, անկախության այս ժամանակահատվածը խորհրդանշական առումով որոշակիորեն վերափոխվեց սգի, կորուստների, պարտությունների ժամանակահատվածի։ Մեր պատմության մեջ փաստացի մտան օրեր, որոնք մեր ժողովրդի համար, այս ժողովրդի համար ամրագրվեցին որպես ողբերգության ժամանակահատված։ Սեպտեմբերի 2-ը, որ 3 տասնամյակ նշում ենք որպես անկախության հռչակման օր Արցախի հանձնումից հետո բնականաբար լրիվ այլ գույներ առավ։ Սեպտեմբերի 13-ից 14-ը 3 տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակահատվածներ, երբ որ Հայաստանը ոչ միայն 224 կորուստ ունեցավ մարդկային, այլ նաև տարածքային լուրջ կորուստներ գրանցեց Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Եղարքունիքի մարզերի ուղղություններով Ադրբեջանին զիջելով մարտավարական եւ ռազմավարական բարձունքներ։ Սեպտեմբերի 19-ը դա 23 թվականի Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի եւ Արցախի օկուպացման ժամանակահատվածն է, որը ցավոք մտավ մեր պատմության ողբերգական էջեր։ Այս համատեքստում ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի հարցի ուղղությամբ, որը ինքը շատ կարևոր եմ համարում։ Այս տարի կարծում դուք էլ եք նկատել, որ որևէ պաշտոնական պատվիրակություն չայցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք չմատուցվեց մեր հայրենիքի պաշտպանների հիշատակին։ Սա որքանով է առանձնահատուկ եւ նաեւ քննարկման առարկա, որովհետեւ սա ոչ միայն բարոյականության խնդիր է եւ այն նվազագույնը, որ կարելի է հարգանքի տուրք մատուցելով այդ մարդկանց հիշատակը հավերժացնել, այլ նաեւ այն տեսանկյունից, որ այսպիսի իրադարձությունները բավականին ծանր հետևանքներ ունենում հասարակության եւ առաջին հերթին զինված ուժերի բարոյհոգեբանական վիճակի վրա։ Այն մարդիկ, ովքեր նույնիսկ նվազագույն մասով ճանաչում են զինված ուժերը, նրա զարգացումը եւ իրապետում են զարգերակին, գիտեն թե նմանատիպ իրավիճակները ինչպիսի ազդեցություն եւ բարոյհոգեբանական հարվածներ են հասցնում երկրի զինված ուժերին։ Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են անընդհատ խոսել զինված ուժերի բարեփոխումների մասին, մարտունակության բարձրացման մասին, որևէ մարտունակություն, որևէ զարգացում չի կարող ունենալ մի բանակ, որտեղ պետական մակարդակով հանարգում են այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել այս երկրի պաշտպանության համար, եւ ես այս թեմայով վերջին շրջանում մի քիչ շատ եմ խոսում, որտեղ ոչ միայն գիտակցում եմ այս իրավիճակի ծանր հետևանքները մեր զինված ուժերի վրա, այլ նաեւ գիտակցում եմ, որ այդպիսի պայմաններում զինված ուժերը որպես 5-րդական կառույց հայտարարելով, զինված ուժերի դերը նվազեցնելով, զինված ուժերի տարբեր օղակներին անընդհատ հարվածներ հասցնելով, զինված ուժեր զարգացնելու, մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու։ Շնորհակալություն։ Ֆակտոր։ Պարոն Աբրահամյան, ինչ փուլում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը, արդյոք լսումներից հետո էական առաջընթաց կա թե ոչ։ Լսումների գործընթացից հետո աշխատանքներ իրականացվել են, ես ինքս հանդիպում եմ ունեցել Հայաստան խմբակցության իմ գործընկերների եւ մասնավորապես Իշխան Սաղաթելյանի հետ, որոշակի արդյունավետ զրույց ենք ունեցել իրավիճակի եւ իրավիճակի մեր պատկերացումների հետ կապված,
մեր խմբակցության ղեկավարը Հայկ Մամիջյանը գործողման մեջ է եղել շաբաթվա ընթացքում, կան որոշակի հանդիպումներ նաև, որոնք իր մասնակցությամբ են պայմանավորված, առաջիկայում, երբ որ սրա մասին լրացուցիչ ասելիք կլինի, մենք դրա մասին մամուլին կփոխանցենք։ Կներեք, իսկ հպականները 7-8 հոգին, որոնք ըստ Մարգարիտ Եսայանի չեն ուզում այլևս Նիկոլ Փաշինյանի ստրկատիրական այդ բարքերի ներքո ապրեն, նրանք իսկապես իրենց վերջնական անվերապահ աջակցությունն են հայտնել ձեր շարժմանը։ Մենք նաև, եթե չեմ սխալվում, մենք միասին առիթ ունեցել ենք այս թեմայով զրուցելու, նկատի ունեմ հրապարակային զրույց ենք ունեցել, հարցազրույց ենք ունեցել։ Ես ասել եմ որոշակի սկզբունքներ եւ մոտեցումներ, որոնք դրված են այս աշխատանքի հիմքում, եւ ասել եմ, որ կան բաներ, որոնց հանրայնացումը կոնկրետ իրավիճակից է բխում, եւ խնդրում եմ այս պահին գոնե սահմանափակվենք դրանով։ Ես արդեն իսկ մեկնաբանեցի, կարծում եմ այս մասով այլ ասելիք այլևս չկա։ Դեռևս այս պահին։